Բարիգուն բոլորին, որտեղ մեր մոտ երեկո է, արի երեկո կուլտուրական ասեմ էլի, որ որոշակի ուղղից թոփալները չասեն ես, նարկոմանն էլի եկավ։ Հա, ու կստացի մեր իշնորհիվ Նիկոլ Փաշինյանի, որի մասին այսօր խոսելու եմ ես, ու ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, մեր որոշակի հոգևորականների, հա, որ մարդիկ ասում են, ես դա երևի երեք եմ նկատել, նայելով ֆեյսբուքյան տիրույթը և հայաստանյան իրականությունը։ Իրոք շատ բան ա փոխվել Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին։ Իմ այս եթերի մեջ կարող լինի 25+, այսինքն ոչ թե կարող լինի, այլ պարտադիր պետք է լինի, խոսելով Նիկոլի մասին, որը ես չեմ արդարացնում 25+-ը, բայց ուղղակի կան անհատականություններ, որոնց մասին խոսալով կամ որոնց հետ սենց հեռակա խոսալով մարդիկ երևի մենակ այդ ֆորմատն են հասկանում։ Բայց այնպես չի, որ ես անկապ մեկին կարող մտնեմ եթեր ինչ-որ քֆուր անեմ, չէ, այդպես բան չեմ անում ես։ Հիմնավոր։ Մեր օրյա իրականության մեջ ինչ կա, ինչա փոխվել Նիկոլի կառավարման տարին, հետի ասեմ ու անցնեմ հիմնական թեմային։ Նրանք առաջ ոնց են չակերտներով, հա, փողոցում մեծացած, փողոց դուրս եկած տղեկը հաստատ են իմ ասած։ Կար մեծ sense հասկացողություն, խոսքի օրինակ, հա, կռիվ, ռազմորկի ժամանակ, դանակը հանել ես պետք է խփես, չէ՞։ Խոսքի, որպես տարբերակ եմ բերեմ, հիմի շատերը ովքեր, կստացի յութուբյան ալիքը երևի ֆեյսբուքի պես որոշել են փակեն, հետարքինն է, որ վիդեոները մարդկանց չի գնում, յութուբյան վիդեոները։ Ես այսքան վաղ չեմ էլ ասել, ժողովուրդ, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի նշան, չգիտեմ, սեղմեք եսիմ ինչ, այդպես բաներ չեմ ասել, բայց երևի ես մի անգամ կասեմ, գոնե կոմենտների մեջ պլյուս դրեք, ես հասկնամ, եթե էջը փակում են, փակեմ ու ռա դնեմ, համ ֆեյսբուքից, համ յութուբից, որտև այդ ինձ պետք չի։ Ինչից էի խոսում, մեր օրյա իրականությունից, ինչպես միշտ ծխելով, որի համար ներողություն։ Առաջ ինչ մտածելակերպ կար, հա, մտածելակերպ ասելով չակերտների մեջ։ Կռվի վաղ, որ ասում էին ախպեր դանակը հանել ես պետք է խփես, չէ՞, հիմի ո՞նց է փոխվել մտածելակերպը։ Ոմանք ասում են Նիկոլը մեր երկրին բերել է խաղաղություն։ Ինչ մթնոլորտ է տիրում Հայաստանի Հանրապետությունը։ Օրինակ, եթե առաջ կրկնեմ երրորդ անգամ, մարդիկ ասում էին կռվի ղալմաղալի վաղ, ախպեր դանակը հանել ես պետք է խփես, հիմի մեկը մեկին ուղակի հեռախոսը վերց խոսելուց, ուղակի զրուցելուց, եթե ասում է արա, պարզ իրականություն, որին ականատես են եղել շատերը։ Էլ մեկը հեռախոսի մյուս զրուցակից են, կապի մյուս բաժանորդը, արա ոնց ասիր արա, հələ տեղը տասա գամ դանակը կողեն փորդ։ Ու ամենակարևորը, որ ասում են մենք ունենք անվտանգ Հայաստան։ Մեր երկրի մտածելակերպի շատ ու շատերի մեջ ամոթ է։ Եթե ասել եմ, ուրեմն պետք է այդ համ փորը թափեմ, այդ համ 10 տարի նստեմ։ Այդ է փոխվել։ Այսինքն մարդ սպանելը դարել է հավի ճտի պես, ինչ-որ հավ մորթելու պրոցես։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է Հայաստանից անվտանգ երկիր գոյություն չունի։ Հա, իմիջելոց, իմ ընկերներից ով որ նայում են, վերջում հիշեցեք մի հատ գյումրեցիների հետ էլ խոսամ, էլի։ Հեռակա ձևաչափով։ Ինչ է կատարվում ընդհանրապես։ Հիմնական թեման ելնելու է Նիկոլ Փաշինյանը, ԿՊ-ն, մեկ էլ եկեղեցականները։ Իմ հայ առաքելական, բոլորիս հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Չգիտեմ, որտից սկսեմ, որտից վերջացնեմ։ Երեք ԱԱՑ-ն քննչական կոմիտեում ձերբակալեց Արշակ Սրբազանին։ Ես Արշակ Սրբազանի դատապաշտպանը չեմ։ Ես Արշակ Սրբազանի հովանավորը չեմ, Քավլիցի։ Ես Արշակ Սրբազանին գովաբանողը չեմ, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին փոխվել է այն ձևաչափը, որ ամենամեծ աբսուրդը կարա ներկայացվի որպես պարզ ճշմարտություն։ Այսինքն, մեղադրել Արշակ Սրբազանին թմրամիջոց
7 տարի առաջ մեկի գրպանը գցելու մեջ։ Դա ամենամեծ աբսուրդն է, ամենամեծ, որտեղ Արշակ Սրբազանը ընդհանրապես իր ողջ գիտակցական կյանքում, ես դա ասում եմ, վստահ լինելով